Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Շնորհակալություն ձեր նամակների համար, ձեր հարցերի համար եւ մեր այսօրվա հաղորդումը նվիրված է հենց ձեր կողմից հնչեցված հարցերին եւ խնդիրներին։ Մեր հաղորդման առաջի մասում կխոսենք տաքսիների մասին, այո, տաքսիների մասին, այն ոլորտի, որը ամեն օր մեր աչքի առջև է, բայց արի ու տես, որը այնտեղ կան բազմաթիվ խնդիրներ։ Երկրորդը խոսելու ենք թոշակների, թոշակառուների եւ այն իրավիճակի, որը ստեղծվել է այն աղմկահարույց պատմությունների շուրջ, խոսքը կոնկրետ թոշակների բարձրացնել, չբարձրացնել այդ թեմայի շուրջը։ Եվ այսօրվա մեր առաջին հյուրն է։ Սկսենք նորից նախաձեռնության հեղինակ Հրաչ Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հյուրընկալեցիք Աբովյան Թոք, մեր հաղորդաշարին։ Ես շնորհակալ։ Տեսեք, բազմաթիվ նամակներ եմ ստանում տաքսու վարորդներից կամ այն մարդկանցից, ովքեր իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ նաև մեքենա են քշում, տաքսի են քշում, եւ այդ բազմաթիվ հարցերը իրենք ինձ համար մասամբ են հասկանալի, որովհետև պետք է process-ի մեջ լինես, որ միջև վերջ հասկանաս։ Եվ կա մի կարծրատիպ, որ տաքսու վարորդը, հա, դա մասնագիտություն չի, դա հոբբի է, ինչի հետ ես կտրականապես համաձայն չեմ։ Դա միգուցե հարակից մասնագիտություն է, բայց այնուամենայնիվ մասնագիտություն է, ծառայությունների մատուցում է։ Դուք սկսենք նորից նախաձեռնության հեղինակն եք, այսպես ասենք, հա, եւ գործող տաքսու վարորդ, Արցանց հարթակում։ Արցանց հարթակում։ Բավականին սուր հարցեր, օրինակ նույն արցանց մեքենա վարողների թե հարկային դաշտի հետ կապված, թե անհավասար մրցակցության հետ կապված, այսինքն մարդիկ ասում են, որ մեզ ստիպում են մենք մտնենք, օրինակ, չգիտեմ, հավելվածների մեջ։ Հավելվածների մեջ աշխատողները, հա, ովքեր օրինակ օգտվում են այդ ինտերնետ ծառայություններից, ասում են հակառակը, որ չէ, այնտեղ էլ կան բավականին լուրջ խնդիրներ։ Ճշմարտությունը որտեղ է։ Իրականում, եթե մենք փորձենք համեմատել արցանց տաքսին եւ ավանդական տաքսին, արցանց տաքսին ավելի շատ ծառայություն է մատուցում հենց պատվիրատուի գտնվելու կոմֆորտ վայրի վերաբերյալ, այսինքն որտեղից ուզի, երբ ուզի, հետեւաբար ինքը որպես տաքսի ավելի մեծ ծառայություն է մատուցում, հենց իր հասանելիության տեսակետից, այսինքն ավանդական տաքսին ոնց է եղել, մարդիկ բակից դուրս են եկել, գտել են ազատ մեքենա, մոտեցել են եւ այլն, այսինքն որոշակի այդ նաև պատվիրատուն է գնացել դեպի տաքսին։ Իսկ արցանց տաքսիի պարագայում այդ խնդիրը դուրս է գալիս, այսինքն պատվիրատուն ավելի կոմֆորտ պայմաններում եւ ավելի հասանելի ստանում է օգտվում է այդ ծառայությունից, որը արժևորված չի այսօրվա մեր արցանց տաքսիում, հետեւաբար մի վարքյան ինչ է նշանակում արժևորված չի։ Այսինքն դուք օգտվում եք հավելվածից, ճիշտ եմ հասկանում, ճիշտ է։ Գրանցված եք ինչ-որ մի հավելվածներում, որպես վարորդ, հա, եւ ինքը գնահատված չի։ Ինչու՞։ Ինքը արժեզրկել է ում կողմից։ Հարթակների կողմից։ Ահա, խնդիրը այսինքն դեպինգային ճանապարհով դեռևս 2015 թվականից դեպինգային ճանապարհով նախկինում կհիշեք, որ նվազագույն արժեքը ավանդական տաքսինում եղել է 600 դրամ։ Այո, մինիմալ այսպես։ Իսկ նաև կհիշեք, որ դեպինգային առաջարկով հանդես եկան այսօրվա գերիշխող օպերատորը 100 դրամ մինիմալ արժեքով։ Այսինքն որոշակի կոմպենսացիաների ճանապարհով իհարկե վարորդը 100 դրամով չէր սպասարկում, չէր մատուցում այդ ծառայությունը, այսինքն կարճաժամկետ կոմպենսացիաներ եղան, վարորդները ընկան այդ թակարդը եւ եղավ այն ինչ որ եղավ ծառայությունների մատուցում արժեզրկված գնով, որի մեկնարկը տրվեց 2015 թվականին։ Բայց այնուամենայնիվ այդ գումարը հատուցվում էր, հա։ Ի սկզբանե հա, իսկ հետո ոչ։ Իսկ հետո բնականաբար եկան հիմնական սահմանված բաղադրիչներին։ Հետո մինիմալը ամենացածը շուկայում 300 դրամ եւ 100 տարբերությամբ տարբեր պրոդուկտներում
կոմֆորտ, կոմֆորտ պլյուս եւ այլն, ըստ հարթակների։ Հիմնական շեշտը ինչի վրա, այն որ մեր ավանդական տաքսին գնաց, ոնց որ ավելի շատ այսօր շուկայում եւ 3-ից 4%-ն է կազմում, կամ նույնիսկ այդքան էլ չկա, ինչու գնաց, որովհետեւ այս նոր ծառայությունը, որը իր մեջ ներառում էր ավելի կոմֆորտ պայմաններ, չներառեց այդ հավելումը, որ պետք է ավանդականից տարբերվող ավել գնով առաջարկ ներկայացներ։ Չէ՞ որ ինքը հավելյալ կոմֆորտ է ստեղծում պատվիրատուների համար, որպեսզի խթաներ, այսինքն այստեղ պետական դերակատարության բացակայությունն է, այսինքն պետությունը պետք է պահանջեր այդ բալանսավորումը այնպես, որ ավանդական տաքսին այսօր եւս զարգանար։ Եթե ինքը ավելի մեծ կոմֆորտ ապահովելով ավելի ցածր գինը առաջարկում ընդհանուր մի շարք դեպքերում դեպինգ է իրականացնում, հիմնական բաղադրիչների թերարժևորման պայմանավորված, հետեւաբար ստացվում է, որ ավանդականը եղավ այն ինչ որ եղավ, այսինքն չունեցավ զարգացում եւ այս արդեն էլեկտրոնային հարթակներում ծառայություն մատուցողները գնացին սննկացման, կորցրեցին իրենց մեքենաները, սկսեցին արենդայով վարել, 8-ից 10 ժամը հիմա դարձել է 14-ից 16 ժամ են վարում, այսինքն արդեն գնում են, վարորդը գնում է դեպի չարաշահման, չարաշահվում է հարթակների կողմից։ Հիմա տեսեք, ինչ վերաբերվում է ավանդական այսպես կոչված տաքսուն, հա, հարգելի հեռուստադիտողներ, խոսքս երևույթի գնում այն մեքենաների, որոնք մենք պարբերաբար տեսնում ենք օրինակ ավտոբուսի կանգառներում կամ հա, ասես կանգնած կլիենտեն որսում, դե լավ, այսպես հա, ձևակերպենք։ Ավանդական ես դրա ավելի ստացված տարբերակի նկատի ունեի։ Հիմա դե այնուամենայնիվ ինչ է ասում պետությունը։ Պետությունը ասում է հետևյալը, որ հարգելի տաքսու վարորդներ, առաջին հերթին տաքսին պետք է լինի կոմֆորտ, անվտանգ եւ այո, շուկայական հարաբերությունները, սա ես չեմ ասում, սա պետությունն է ասում, ստիպում է եւ ստիպելու է, որ տաքսու վարորդները իրենք սկսեն օգտվել ավելի թարմ նոր մեքենաներից, որ կոնկուրենցիա լինի եւ մարդիկ արդեն ընտրեն ում մոտ են գնում, ոնց են գնում, որ հավելվածից են օգտվում կամ ընդհակառակ որոշում են չօգտվել հավելվածից, այլ օրինակ ավանդական տաքսի է, որը նորմալ գնով տանում է, շատ կոմֆորտ մեքենա է եւ այլն, այսինքն կոնկուրենցիա է ձևավորվում։ Հիմա դուք ինչ եք առաջարկում, որ կոնկուրենցիայի ներքո պետությունը ներխուժի եւ ինչ խաղի կանոններ սահմանի։ Կոնկուրենցիան այո պետք է, զարգացում այո պետք է, բայց նաեւ պետք է կանոնակարգում, որ այդ կոնկուրենցիայի արդյունքում որևէ կողմ չտուժվի ֆինանսապես։ Օրինակ, ձեր ասած մեքենաների թարմացման ֆոնին վարորդները, քանի որ այս ծառայությունը դա չես կարող այսօր քո հասույթները վերլուծես եւ հասկանաս դու օգուտով դուրս եկար թե վնասով, որտեղ մեքենան դու առնում ես 3-ից 4 տարվա ընթացքում դու պետք է ապահովես այդ մեքենայի հետ գնումը, պետք է ապահովես այդ մեքենայի սպասարկումը, մաքրության ապահովումը, քո անվտանգության հարցերը, քո ռիսկերը, վառելիքի ծախսը ու դրան հավելյալ, որ դու պետք ցավոք սրտի այդ ամեն ինչը չես կարողանում իրականացնել 7-ից 8 ժամվա աշխատանքային ռեժիմով եւ շաբաթը 5 օրյա աշխատանքային գրաֆիկով, այլ դու դա իրականացնում ես տարին 365 օր աշխատելով եւ օրական նվազագույնը 10 ժամ աշխատելով միջինում։ Միջինում մարդը մաշվի այդ տեմպով։ Դե հենց այդ իրականության մեջ ենք մենք։ Ոչ մեկ այս հարցերին չի անդրադառնում։ Մենք հենց այդ իրականության մեջ ենք։ Ես 2023 թվականը, որը համարում էի լավագույն տարի առցանց հարթակում, 2023 թվականին գրանցել եմ իմ բոլոր աշխատաժամանակը ակտիվ աշխատաժամանակը, ոչ թե пассив։ Այսինքն, երբ որ ես դուրս եմ եկել վառելիք լիցքավորելու, դուրս եմ եկել մեքենան լվանալու, դա չեմ հաշվել։ Այն պայից սկսած, որ ես դուրս եմ եկել երթուղակից, դա համարել եմ ակտիվ աշխատանքային ժամանակ, մինչ այն պահը, երբ որ վերադարձել եք տուն։ Հա, փակել եմ հերթափոխը։ Այդ ակտիվ աշխատանքային ժամերս տարեկան կազմել է 2406 ժամ։ Ինձ ցույց տվեք որևէ բնակավար, որ ակտիվ աշխատանքային ժամանակը 2406 ժամ է։
Ես ինքս ֆինանսական ոլորտում աշխատել եմ 8-9 ժամյա, 9-ից 6-ը գրաֆիկով, 1 ժամ ընդմիջում։ Այնտեղ ակտիվ աշխատանքային ժամանակը նորմալ էր, երբ որ 40-50% էր կազմում։ Այսինքն, եթե դու այդ 9 ժամվա մեջ, 8 ժամվա մեջ դու 4 ժամ ակտիվ աշխատեիր քո համակարգչի դիմաց կամ զանգերի սպասարկման զբաղվեի եւ այլն, դա արդյունավետ աշխատանք էր համարվում։ Այսինքն, եթե ընդհանուր վերցնենք ամսական 160 ժամի կեսը ակտիվ, 85 ժամ մոտավորապես։ Բայց տաքսու վարորդը հերիք չի կատարում այդ ծառայությունը, մեքենա է վարում, այս խցանումների պայմաններում, այս մի շարք այլ խնդիրների, չեմ ուզում շատ ծանրացնեմ ասելիքս, ու ինքը վարի տարեկան 2406 ժամ առանց հանգստյան օրերի։ Դուք լավ գիտեք, բոլոր տոները վարորդի համար աշխատանքային օրեր են, որովհետև միայն այդ տոների ժամանակը մոտ 20-ից 30% ավել հասույթ գոյանում, խիմ հասույթը շեշտում, որտեվ շատերը հասույթը խառնում են եկամտի հետ։ Այն որ ծրագրով ինչ որ սկրինշոթեր են տեղադրում, չգիտեմ, եւ ասում են վարորդը այսքան գումար է աշխատում, 1 օրվա եկամտաբերությամբ կամ 1 շաբաթյա կտրվածքով, բայց հաշվի չեն առնում, որ ամբողջ 1 տարվա ընթացքում վարորդը չի կարող այդ նույն գրաֆիկով։ Միգուցե մի օր կամ 1 շաբաթ ստացվել է, հաջողված շաբաթ է ունեցել, բայց ես ունեմ 4 տարվա եկամուտ ծախսերի լրացված փաստացի գործարք, անգամ 100 դրամի գործարքը լրացված ծախսեր ունեմ, ծիծաղելի արդյունք է։ Ես կարող եմ կիսվել ձեզ այդ 25 թվականի իմ տվյալներով, ընդհանուր հասույթը, որը կթվա թե դա մեծ ցուցանիշ է, ընդհանուր հասույթը 25 թվականի կներեք 9.190.000, սա ընդհանուր հասույթն է, որտեղ ներառված են այլ եկամուտներ, զանգով պատվերներ, թեյավճարներ, 3 հարթակներ, քեշբեքեր, այսինքն բոլոր հնարավոր եկամուտներ, այսինքն ծախսերը կազմում է 7 միլիոն 160,000, 7 միլիոն դա իմ դրսի ծախսերն է, այսինքն դա սրանց տարբերությունն է մտնում մեր տները։ Եթե մենք տարբերությունը մոտավորապես 2 միլիոն մի քիչ եթե ծախսերի մեջ հաշվենք, որ գերածախս է եղել, 500,000 էլ ավելացնենք։ Այսինքն ամսական մոտ 200,000 դրամ եկամտաբերություն ունի։ Հասկացա, դրա հետ մեկտեղ բավականին ակտիվ բողոքներ եմ ստանում իմիջիայլոց 2, հա, ոլորտներում աշխատող տաքսու վարորդներից, որոնք համարձանց են աշխատում, համ ավանդական տաքսու, որ կա բավականին լուրջ խնդիր հարկերի մասով։ Հա, այդ абսուրդ է։ Ես կոչում դա անվանել եմ հարկային абսուրդ։ Ինչու, որովհետև նախքան այդ օրենքը երբ որ ընդունվել էր, մենք 23 թվականին օրենքը ընդունվել էր, մենք 24 թվականին մարտի 21-ին կարծեմ հանդիպեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարության տրանսպորտի բաժնի աշխատակազմի հետ, իրանք մեզ ասեցին, որ турքերը ձեր համար չի, турքերը հարթակներին հարկային դաշտ բերելու համար է, մեզ հստակ այդ պատասխանը տրվել է Ռուզաննայի կողմից, ազգանունը չեմ հիշում, եւ մենք դրան հաջորդեց հարթակներից մեկի հետ հանդիպման շրջանակներում հարթակին հարց ուղղելու, արդյոք այդ турքերը անդրադառնալու է վարորդների վրա, մեզ ասեցին, այո, ձեր վրա է անդրադառնալու, դա ձեր турքն է։ Բնականաբար է, որ գումարը գոյանում է այն գումարից, որը աշխատում է վարորդը, եւ եթե հավելվածը ավելի շատ գումար է վճարում, ինքը այդ բեռի իր վրա չի պա, ինքը կդնի վարորդի վրա, դա տրամաբանական է։ Հա, բայց մեզ այլ բան են ասում, այս մի կողմ։ Երկրորդը, եթե դա քանի որ վարորդի շրջանառությունից է գանձվում, դա տրամաբանական է, որ պետքա վարորդի турքը դիտարկվի, բայց հարկային դաշտում ձևակերպումներում դա այդպես չի։ Այդ турքը մուտք է լինում հարթակների ՀՎՀ-ով պետբյուջե, ոչ թե անհատների ՀՎՀ-ով։ Անհատի ՀՎՀ-ն ՀԴՄ կտրոնի վրա ընդհանրապես նշվում է ծառայություն կատարողի կարգավիճակում եւ հարկային դաշտում կարգավիճակ չունեցողի կարգավիճակում։ Պատկերացրեցիք, այսինքն մենք քանի որ ֆիզիկական անձ ենք եւ ծառայություն ենք մատուցում էլեկտրոնային հարթակներով, մենք ունենք
հարկային դաշտում կարգավիճակ չունեցողի կարգավիճակ։ Կարգավիճակ չունեցող։ Այսինքն իրականում աբսուրդ է, էլի։ Չեմ, ինչ որտեղ տերմինաբանորեն, հա, եթե չունենք այդ կարգավիճակ, հետաբար ուրեք մեզ Թուրքի ենթարկում։ Այո։ Հետաբար ուրեք մենք չունենք հարկ վճարողի կարգավիճակ։ Դե հենց այդ եմ ասում։ Որ չունենք, այլ ոնց ենք հարկը վճարում։ Դրա համար եմ ասում, էլի ինքը քիչ աբսուրդային է։ Աբսուրդ է, հենց այդ է։ Եթե մենք ունենայինք ինքնազբաղվածի կարգավիճակ եւ այդ турքը գնար այդ ճանապարհով, մեր ՀՎՀ-ով, որպես հարկ վճարող, շատ մարդիկ կան, ասենք մոտ վարորդների մոտ 50-60%-ը ընտանիք են պահում, 20%-ը նորաստեղծ ընտանիքներ են, մարդիկ չեն կարող հիպոթեկային վարկերից օգտվել։ Տեսեք, պարոն Հովհաննիսյան, մենք վստահաբար լսել եք առաջարկ Հայաստանի հարթակի մասին, այսինքն այն կոնցեպտի համաձայն որի ոլորտային խնդիրները, հա, իրենք ոչ միայն պետք է բարձրաձայնվեն, մենք այդ, հա, ուղու վրա ենք կանգնած, այլ պետք է նաև լուծումներ առաջարկվեն, այսինքն առաջարկ Հայաստանի։ Եկեք սենց ասենք, տաքսու ոլորտը այն ոլորտն է, որը ամենա ինչու ոչ տարածվածն է Հայաստանում եւ որը ըստ էության կարող է նաև ցուցիչ, հա, սոցիալական իրավիճակի ցուցիչ լինի։ Այ դուք հնչեցրեցիք ձեր խնդիրները, խնդիրները, այն մարդկանց մի մասը ընդհանրապես բան չասացի, այն մարդկանց, որոնք զբաղվում են այս բիզնեսով։ Իսկ ելքերը կան առաջարկ Հայաստանի ունեք, այսենց ասեմ, տաքսու ոլորտը։ Ես առաջարկ ունեմ բոլոր կողմերին, այս մեր խնդիրներով շահագրգիռ բոլոր կողմերին։ Ես պատկերացնում եմ լուծումը կարգավորման մեջ, եւ երբ որ պետքա այդ հարթակները շատ խիստ կարգավորվեն, կանոնակարգվեն, եւ որի համար պետքա ստեղծել աշխատանքային խումբ։ Ես տարբեր առիթներով դա նշել եմ, ընդհանուր իջև վարչապետին նամակ եմ ուղղել եւ բաց նամակ տարբեր խմբերում եմ տեղադրել եւ վարչապետի աշխատակազմ պաշտոնականն եմ ուղղել, պատասխանն եկել է, турքերի մասով գնացել է ֆինանսների նախարարություն, այսինքն մի քանի մասից է բաղկացած եղել նամակս։ Պահանջը սեն է եղել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, մոտ 17 կողմերի ներգրավմամբ, այսինքն որոնցից մոտ 13-ը գերատեսչություններ են, մի կողմը մենք որպես սկսենք նորից նախաձեռնություն, առաջարկ ներկայացնողներ, ընդդիմադիր падգամավորներ, այսինքն ես ուզում եմ այս հարցը լուծվի ոչ քաղաքական կոնցեպտում։ Չէ, սա քաղաքականության հետ կապ չունի։ Բայց միևնույն ժամանակ, եթե չկա կամք իշխանական ուժերից կամ հակառակը ընդդիմադիր ուժերից, մենք ակնկալում ենք բոլոր կողմերից լուծումներ։ Տեսեք, ստեղ խնդիրը քաղաքականացման մեջ չի, նույնիսկ դիվիդենդ քաղելու մեջ չի, ընտրությունները հիմա պարոն Հովհաննիսյան բոլորն էլ կգան, չգիտեմ ինչեր խոստանան, մենք կլուծենք եւ այլն եւ այլն։ Ես ինչպես տեսնում դուք կոնկրետ մարդ եք, այսինքն խնդիր լուծում։ Այդ պարագայում ձեզ թույլ տվեք առաջարկել հետեւյալը, որ եթե կան լուծման եղանակներ, դե նվազագույնը պետք է ծանոթանալ։ Նախապատրաստենք մի հատ, ես խոստանում եմ, որ առաջարկ Հայաստանի կոնցեպտի ներքո դա միանշանակ դիտարկվելու է, այսինքն ուզում ենք հասկանանք ինչ է կատարվում, որովհետև տեսեք, ընդամենը 15 րոպե ենք խոսում կամ 10 րոպե ենք խոսում, եւ այդ 10 րոպեի ընթացքում նույնիսկ հա ձեզ խնդիրների կեսը չի վերբացվել։ Դե ես չեմ փորձում այդ շատ մանր խնդիրների մեջ, բայց առանցքային, կարևոր, ասենք չխոսեմ միջնորդավճարների մասին։ 25% այդ որքան 25% ստարտային, բայց 25%-ով շատ վարորդներ չեն ստանում պատվերներ, որովհետև կա այլ վճարովի, հավելյալ վճարովի տարբերակներ, որի պարագային վաճառվում է B կետը, սահմանափակում է ոչ շրջաններով, հավելյալ տոկոսներ ընդհանուր միջև +9%։ Այսինքն 25-ին եթե գումարենք եւս պլյուս բանդետակը ինչ է մնում այդ մարդիկ ինչ պետք է ունեն։ Տակը մնում է օրվա ապրուստ, տանջանքը։ Օրվա ապրուստը էլի, այսինքն այդ մեքենան հետո մաշվելու է, ու կոնկրետ իմ մեքենան հիմա այդ կարգավիճակում է, ինքը լիկվիդացիոն վիճակում է։ Այսինքն ես չեմ պատկերացնում, որ ես կարող եմ այս մեքենան փոխարինել նոր մեքենայով կամ հիմա ովքեր որ գնացել են նոր մեքենաներ են ձեռք բերել, հոնգչիներ եւ այլն։ Ես խիստ կասկածում եմ,
մի մասն էլ վերցրել է տարաժամկետ մարման պայմանով, դա մեծ թվերի մասին է խոսում, մոտ 13-ից մոտ 16 միլիոն դրամի կարգի 4 տարվա ընթացքում։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ նախ կստացվի այդ սպասարկել այս գնագոյացման պայմաններում եւ այս աշխատաժամանակի պայմաններում, որովհետեւ երբ որ մարդ նոր է մտնում, մոտիվացվում է նոր մեքենայով, մոտիվացվում է նոր ազատ գրաֆիկի աշխատանքով, դա միգուցե առաջին տարում այդքան զգացնել չտա, որովհետեւ ունես իմունիտետ, դիմադրողականություն, բայց երկրորդ տարուց, երբ որ դու կզգաս այդ իմունիտետի անկում, դիմադրողականության անկում, եւ կզգաս, որ ինքդ քեզ չարաշահել ես այս աշխատանքի մեջ, արդեն կստացվի ոչ հաճելի պատկեր։ Պարոն Հովհաննիսյան, հաղորդումից առաջ ուսումնասիրել էի այլ երկրներում փորձը, այլ երկրների փորձը եւ պատկերացրեք, որ դե շատ են չէ՞ հիմա սիրում խոսալ Եվրոպա, չգիտեմ ինչ, ընդ այլ երկրներ, Չինաստան, Ճապոնիա, այնտեղ ոնց է։ Ուրեմն տեղեկացնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ եւ վստահաբար իշխանության ներկայացուցիչներն են նայում, ում ձեռքը այս ոլորտի կարգավորման գործընթացն է։ Չկա գետ 1 զարգացած պետություն, որտեղ կոնկրետ տաքսու ոլորտը մեքենաների տրամադրումը այս կամ այն ձև չսուբսիդավորվեր պետության կողմից։ Իմ համար զարմանալի էր։ Այսինքն պետությունն է հետաքրքրված, որ այս մարդիկ ներողություն, պարոն Հովհաննիսյան, որ այս մարդիկ չմաշվեն, որ մարդիկ, ովքեր զբաղվում են այդ աշխատանքով, լինեն Ա անվտանգ, Բ ապահով եւ C հաճույք ստանան եւ նվազագույնը կարողանան իրաց տունը պահել։ Ի վերջո, ում երեսն է տեսնում, հա, դե լավ, այս սենց տեսանկյունից նենք զբոսաշրջիկը, որ գալիս է Հայաստան, առաջին 3 մարդը գիտեք ովքեր են։ Ասեմ ձեզ, սահմանապահներն են, մաքսավորներն են եւ տաքսու վարորդները։ Այդ 3-ից է սկսում մեր երկիրը, մնացած մեր երկրի հատուրիստական հոսքի եւ այլն։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, հիշեցնեմ ձեզ, ես կարծում եմ մենք կունենանք առիթ այս թեման ավելի զարգացնել, ավելի խորացնել, որ հասկանանք իրականում ինչով կարանք միմյանց օգտակար լինենք եւ հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր տաքսու ոլորտի խնդիրների մասին զրուցում էինք։ Սկսենք նորից նախաձեռնության հեղինակ Հրաչ Հովհաննիսյանի հետ։ Սոցիալական իրավիճակի մասին, որը ձևավորվել է Հայաստանում եւ որը առաջին հերթին հարվածում է ամենախոցելի խավերից մեկին՝ թոշակառուներին, կխոսենք մեր հաղորդման երկրորդ մասում եւ կխոսենք հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան, տեսեք ինչ իրավիճակ է ստեղծվել։ Մի կողմից ունենք մի իրավիճակ, երբ որ իշխանությունը բավականին, ասենց ասեմ, ոչ պարկեշ դե լավ հռետորաբանությամբ հիմնավորում է թոշակառուների 10,000 դրամ, հա, բարձրացման այդ գործընթացը, նույնիսկ ասում է, դե որ 10,000 դրամը ինչ են անելու, որ ինչ, բան սենց էլի։ Մյուս կողմից էլ մենք գիտենք այդ բազմամիլիոնանոց պարգևավճարների մասին, որոնք բավականին լուրջ դիսոնանս են առաջացրել եւ ինչու ոչ զայրույթ են առաջացրել մարդկանց մոտ։ Այստեղ բնավ խնդիրը նրանում չէ, որ հա, ասած մի հատ ասացված կա, ուրիշի փողերա հաշվում ենք։ Ոչ, այստեղ ուրիշի փողերի խնդիրը չի, այստեղ խնդիրը ըստ իս ուղղակի դիտարկելով, հա, այն իրավիճակը, որը ստեղծվել է այդ երկու հա գործընթացներից հետո խոսքը թոշակների չբարձրացման եւ պարգևավճարների ասենց հա շռայլ, տեսեք բառը կթա շռայլ այդ բաժանելուց կբավականին լուրջ ծաղմուկ է բարձրացրել։ Ինչու՞մն է խնդիրը։ Պարգևավճարների մասով շատ են խոսացել, բնականաբար պարգևավճարներ տալը դա այնպես չի, որ ինչ-որ մեկի տնից է բերվել, հա, իշխանության ներկայացուցիչի կամ կառավարության ղեկավարի, դա մարդկանց ընտանեկան բյուջեն է, այսպես ասենք, Հայաստանի պետական բյուջեն է, եւ այստեղ Հայաստանը, եթե նայենք որպես մեծ ընտանիք, հա, դա ժողովրդի բյուջեն է, որը որ գոյանում է մարդկանց վճարած հարկերից։ Հիմա ինչ են ասում պաշտոնյաները, հա, որոշ, ասում են մենք պետքա լավ աշխատավար ստանանք, լավ պարգևավճար ստանանք,
որ կոռուպցիայով չզբաղվենք, բ որպեսզի ժողովրդին լավ նայենք եւ կյանքի որակը բարելավենք, հա։ Հիմա եթե իրանք ստանային պարգևավճար եւ այդ պարգևավճարի դիմաց ժողովրդի կյանքը, որակը կյանքի լավացնեին, վստահ եմ, որ ժողովուրդը կասեր հալալա, որտեվ այս պաշտոնյաները մեր կյանքի որակը բարելավել են, բարձրացրել են թոշակները, բ բարձրացրել են աշխատավարձները, բարձրացրել են նպաստների թիվը, բարձրացրել են, արել են տարբեր սոցիալական ծրագրեր, բայց չէ՞ որ մարդու կյանքի որակը Հայաստանում գնալով վատանում է։ Այսինքն անընդհատ տեղի է ունենում գնաճ, բայց որևէ ձևով եկամուտը չի ավելանում։ Հիմա ասում են հետ վճարից 50%-ից ավել թոշակառուների չի օգտվում։ Սա պաշտոնական թվեր է, որի մասին գիտեն թե իշխանությունները, թե գիտեն, թե խոսում են դրա մասին։ Այսինքն, եթե պարգևավճարը ստանում են ուղղակի որ կոռուպցիայով չզբաղվեն, ես ուզում եմ հիշեցնել, որ դրա համար չեն ստանում պարգևավճար։ Պարգևավճար ստանում են դրական աշխատանք եւ դրական արդյունք գրանցելու համար։ Որն է այդ արդյունքը։ Ժողովուրդը հարցնում է, որն է այդ արդյունքը, որ մենք ավելի վատ ենք ապրում։ Եթե դրա դիմաց են ստանում պարգևավճար, ասեն, որ շատ սխալ որոշում են կայացրել։ Տեսեք, տպավորություն է ստեղծում, որ կա երկու Հայաստան։ Մի Հայաստանը դա իշխանության կողմից է, առավոտից երեկո թմկահարվող Հայաստանը, որտեղ ամեն ինչ լավ է, որտեղ կենսամակարդակը մարդկանց աճում է, որտեղ խաղաղություն է եւ այլն, ասենք շո վարդագույն տենց մի փուչիկ է, հա, փչվում, որը ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, այնուամենայնիվ, որը չի համապատասխանում իրականությանը։ Եվ մյուս կողմից հարց է տրվում կամ հարց է դրվում, հա, բայց ինչի համար չպետք է իշխանությունը ստանա պարգևավճար, հա, եթե այս շատ լիքը դրական բաներ է, իբր դրական բաներ է արել, ինչպես իրավացի նկատեցիք, այդ դրական բաների մասին աչքից մենակ իրանք են տեղյակ։ Հիմա այն զինվորականները գրում են, անկեղծ գրում են ինձ, ասում են ինչի մենք պետք է չստանանք պարգևավճար, որոշները ստացել էին 100,000 դրամ պարգևավճար, որոշները չէին ստացել, ասում են մենք ինչի պետք է օր ու գիշեր կանենք սահման պահենք, 100,000 դրամ ստանանք պարգևավճար նոր տարուց առաջ կամ չստանանք, բայց պաշտոնյաները, որոնք տաքուկ նստած են տաքուկ բազկաթոռների, տաքուկ կաբինետներում, էլի հիշեցնեմ ժողովրդի վճարած հարկերով, պետք է ստանան միլիոնավոր դրամների պարգևավճար։ Հիմա սա սոցիալական անարդարություն է, թե սոցիալական անարդարություն չի։ Իդեպ այս հարցը նորից եմ կրկնում, ինձ ուղղել են մեր, ուրեմն, զինվորականները։ Եվ սա շատ լեգիտիմ հարց է եւ շատ արդարացված հարց է։ Ինչի համար պետք է, օրինակ, նախարարստանը 1.5 միլիոն դրամ աշխատավարձ եւ դրա, չգիտեմ, ինչ որ չափով էլ ստանա պարգևավճար, բայց այդ ոլորտը զարգացում չապրի։ Օրինակ, եթե մենք վերցնենք նրանք սոցիալական ոլորտը, սոցիալ նախարարությունը, հա, սոցիալ նախարարությունը այսօր շատ հարցերում, օրինակ նպաստների հարցերում, այնպիսի չափանիշներ ա դրել, մեխանիզմներ ա դրել, բյուրոկրատական, որ մարդիկ ուղղակի անարդար կերպով զրկվում են նպաստից։ Օրինակ, մեկի անունով 10 տարի առաջ մնացել է մի հատ ավտո, որը արդեն այլևս չկա, կամ մեկը գրանցված է մնացել ինչ-որ տան մեջ, բայց դրանից լիարժեք չի օգտվում, նա չի ստանում, կտրվում է նպաստից, բայց այն որ ժողովրդական լեզվով ասենք շուստրի կարողանում է ճիշտ թղթերը դասավորել եւ այլն, այդ կարիքն էլ չունի, այդ նպաստից ստանում է, ինչի մենք չգիտենք, փոքր երկիր է, եւ դա ինչից է գալի, դա սխալ բյուրոկրատական չափանիշների արդյունքում է տենց բան տեղի ունենում։ Հիմա ինչի պետք է սոցիալ նախարար, օրինակ կամ սոցիալ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները ստանան միլիոնավոր դրամների պարգևավճար, եթե այդ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ։ Հիմա ժողովուրդը ասում է, այդ արդյունքը ո՞րն է։ Իմ կյանքի որակը բարելավելու համար լավ է, որ դուք եք ասում պաշտոնյաներ, որ դուք պետք է ստանաք, հա, իրանք ասում են, մենք ստանանք բարձր պարգևավճարներ, լավ ապրենք, մեր ուղեղը մտածի մենակ աշխատանքի մասին, ոչ թե անձնական կյանքի խնդիրների։ Դե հիմա որ տենց է, 1.5 միլիոն դրամ աշխատավարձով չեք կարող մտածեք, գրանցեք այդ արդյունքը, կյանքի որակը բարելավեք մարդկանց, խնդրեմ մարդիկ ասեն հալալա 10 միլիոն չէ, 20 միլիոն ձեզ պարգևավճար ենք տալիս, որտեվ մի մոռացեք, որ դա ժողովրդի բյուջեն է, էլ եմ ասում, դա երկրի պետական բյուջեն է, որը գոյանում է ամեն մեկի ամենօրյա աշխատանքի արդյունքում, այսինքն վճարած հարկի արդյունքում։ Տեսեք, մի անգամից պարզաբանենք, Ժորժ ջան, տեսեք, ոչ ոք պարգևավճարին դեմ չի, այստեղ խնդիրը անհամաչափության մեջ է։ Անհամաչափ չի կարող, հասկանում եք, մի համակարգում վերցնենք պետծառայողներին, ինձ թվում է պետծառայողները նս գոհ է, որովհետև նույն պետծառայողների միջին եւ ավելի ցածր օղակում էլ բավականին լուրջ դժգոհություն է դուրս գալիս, որովհետև այնինչ իրանք անվանեցին պարգևավճար, ես ճիշտ ասած չգիտեմ այդ պարգևավճարերը ինչ է, դες չի լինում, ասում չի կարող
մեր պետության պես պետությունում 7, 8, 9, 6 միլիոն դրամանոց պարգևաճառներ լինի, ինչ բարձրաստիճան պաշտոնյա ուզում է լինի, այստեղ գումարի հարցը չի։ Այո, պետական ծառայողները պետք է ստանան պարգևաճառ, բայց ինքը պետք է լինի համաչափ եւ պետք է համապատասխանի իրականությանը եւ բոլորը պետք է ստանան, բայց կրկին իրենց արած աշխատանքի դիմաց, որովհետեւ նույն պետական կառույցներում միջին եւ ստորև այդ օղակները, հա, թող մարդիկ բան չան, իրենք չեն ստանում այդ գումարները։ Չէ՞ ինչ-որ մի բան ստանում են, պարզա դրածա պարգևաճառ, բայց դա այդ գումարը չի։ Հաստատ 7-8 միլիոն չի։ 100%, то 700,000 էլ չի, սենց ասեմ, էլի։ Խնդիրը այլ տեղում է, տեսեք, թոշակառուներ 10,000 դրամ։ Այն արտահայտությունը, որ 10,000 բարձրացնենք ինչ են անելու, ըստ իս գիտեք, ցինիկ բառը նույնիսկ չի սա, ես չգիտեմ ոնց որակավորեմ։ Դա այն մարդիկ, ովքեր ստանում են տատիկներ ու պապիկները 30-40,000 դրամ։ Ես գիտեմ, որ դուք անմիջապես թոշակների հարցով բավականին լուրջ զբաղվել էիք, որ միշտ այդ հարցը ձեր ուշադրության ներքո եք պայման, մարդիկ ինչ են ասում։ Գիտեմ, որ բազմաթիվ նամակներ են գնում ես։ Բազմաթիվ գրում են, ահազանգում են, անընդհատ, հետո որ հետևում եք մեկնաբանություններ, անձնական նամակներ, թոշակառուները ասում են 36,000 դրամով մենք անգամ չենք կարողանում գոյատևել, որովհետև երբ իշխանությունը ասում է, բայց չէ որ 16,000 դրամ էր միջև մեզ, մենք եկանք սարքեցինք 36,000 դրամ, կներեք, բա գնաճի մասին ինչի չեք ասում, ձեր օրոք իշքան է տեղի ունեցել գնաճ, քանի անգամ է գնաճ տեղի ունեցել։ Հիմա այդ 36,000 դրամը ու այն վաղտվա 16,000 դրամը կարելի ասել համարյա նույն բանն է։ Հա, եթե ասես գնաճի հետ համեմատենք, նույն բանն է։ Այսինքն ասել որ 10,000 դրամ բարձրացնենք, մեկը մրսողը պատոհան չունի, այդ մեկը շարունակելու է մրսել, թե որ այդ թեմային է կանադառնում, եկեք սաղ թոշակառուների պատոհանները մի հատ բան արեք, փոխեք, հա։ Եթե մտնում եք այդ տիրույթ եւ նման խնդրի մասին եք բարձրաձայնում, այսինքն չեք փոխելու, չէ՞, բոլորի պատոհանները։ Ակնհայտ է որ չեք փոխելու, բայց ինչի եք մտնում այդ տիրույթ։ Մտնում եք որ արդարացնեք, թե ինչի չեք բարձրացնում թոշակները, կներեք, բայց մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Այսինքն թոշակառուների խնդիրը որն, ասում են հետ վճարը, որը կա, այդ հետ վճարը սարքեք թոշակի բարձրացում, որովհետև շատերը չեն օգտվում հետ վճարից, ասում են 10,000 դրամ է հետ վճարը։ Ինչն է խանգարում, որ դուք այդ հետ վճարը բան անեք, տրանսֆորմացնեք ու սարքեք թոշակի բարձրացում։ 10,000 դրամը ոչինչ, մենք գիտենք այդ 10,000 դրամը մեր որ հարցը կլուծի։ Չէ, ասենք ում ինչ գործն է, թոշակառուն է 10,000 դրամը ինչ է։ 10,000 դրամի համար, ասենք, ասում են ինչի համար բարձրացնեք, 20,000 դրամ բարձրացրեք։ Ով ասես 10,000, 30,000 դրամ բարձրացրեք։ Գտեք ելքեր, գտեք, բայց ինչի համար է, կառավարության, ասում են բյուջեում փող չկա, որ թոշակը բարձրացնենք։ Զուգահեռաբար ասում են փողը կա, ոնց մենք զարգացուց աննախադեպ, ոնց են պետություն, առավոտից իրիկու պետություն են խոսում, բայց այն ինչ վերաբերում է պետության գործառույթներին դեպի քաղաքացի հարի ու տես, ես հələ չեմ խոսում այդ բան ապահովագրության մասին, պայթում է ուղղակի նամակների, հա, երբ որ մարդ վախենում է մտնում մի հատ email-ս նայեմ։ Ինչ նամակ ասես չի գալի այս բանի հետ կապված։ Ապահովագրության, այս թոշակների։ Հիմա տեսեք, կներեք կրկիստ ասում եմ իրավիճակ, ասես ձևավորված մտածածին Հայաստան, որտեղ պետություն, խնով ձենով էլ ասում են պետություն։ Ես էլ եմ ասում պետության ֆունկցիան պետության մասին խոսալը չի, այլ պետության տարածքում ապրող սույն պետության քաղաքացիների բարեկեցության ապահովումն է։ Կառավարության գործառույթ, ասում են բյուջեում, ասենք, փող չկա, որ թոշակը բարձրացնենք, բայց կառավարության գործառույթը որն է, որ բյուջեում փող լինի։ Կառավարության գործառույթը նա է, որ տնտեսական աճ ապահովեն։ Կառավարության գործառույթը նա է, որ ոչ թե պարգևաճառ իրանք իրանց տան, այլ այնպես անել, որ մարդկանց կյանքի որակը բարելավի։ Բա ինչ են ընտրում էլ կառավարություն։ Հենա ամեն մեկը կգնա իր գլխի ճարը կտենա, չի գնա, կառավարություն չի ընտրի, օրինակ էլի, ասա, էլ ինչի համար է պետք
Կառավարությունը խոմ անընդհատ արդարանալու համար չի։ Գիտեք, Ժորժ ջան, 10000 դրամ չեմ բարձրացնում, որովհետև դա հարցի լուծում չի։ Այ 7-8 միլիոն դրամը նախարարի համար այդ է հարցի լուծումը։ 7-8 միլիոն դրամը փող է, էլի, գոնե եկեք նախարարը մի բան անի, թե չէ 10000 դրամ այդքան շատերիդ մեջ բան չի փոխելու շատերի տանք, հենա թող մի քանի հոգի նախարար կյանքը վայել է, էլի, Ժորժ ջան, ինչ եք ուզում։ Այս մոտավոր այս խոսակցությունը շատ եմ ես sense պրիմիտիվ սարքում, բայց եթե sense ընդհանուր པարզ լեզվով ասենք, սա է։ Կներեք, բայց կառավարության գործառույթը մարդկանց կյանքի որակը բարելավելն է, ոչ թե անընդհատ արդարանալը։ Հիմա դուք ասում եք ապահովագրության հետ կապված ոնց ասում ոչ մեկ ոչ մի բան չի հասկանում։ Այնպեսի մի հատ իրավիճակ է 65 պլյուս մարդիկ կարող են օգտվել, ասենք շատ ու շատ ինչ-որ բաներից։ Բա ասենք այն մյուս թոշակառուները կամ այն մարդիկ, ովքեր որ սոցիալապես անապահով են, կամ եւ այլն, այսինքն այստեղ շատ ու շատ հարցեր կա։ Սոցիալ նախարարությունը կամ առողջապահության նախարարությունը բացատրական աշխատանք տարել է, ինչպես կարելի է այդ ապահովագրությունից օգտվել, հա։ Այդ ամեն ինչը ես վստահ եմ, որ ոչ, որտեղ մարդիկ տեղյակ չեն։ Խոմենակ օրենք ընդունելով չի, օրենք ընդունեցինք, շատ լավ բան արինք Ժորժ ջան, ձեր համար անցանք առաջ։ Բայց այդ բացատրական աշխատանքը, հասարակության հետ աշխատանքը, բայց այդ տեղեկատվական աշխատանքը, չէ, բացի դրանից այն սանդղակները են ինչ որ հասկանում ես իմ մոտ մի տպավորություն է ձևավորվում, որ վերցրել են ուղակի պետպատվերի տեղը գրել են ապահովագրություն, դες փոխել են անունները ու հիմա հա առավոտից երեկո թմկահարում են։ Բայց հետո իմացաք, չէ՞, շտապօգնության մասին էլ էինք անց անգամ խոսում, քանի խոսում ենք, 8 անգամից ավել էլ իրավունք չունի մարդը տարվա մեջ շտապօգնություն կանչի։ Բայց ասեն տատիկ ջան, դու 9-րդ անգամ հանգարց չհիվանդանաս, որովհետև 10000 դրամ ամեն կանչը 8 անգամից ավել արդեն ամեն կանչը 10000 դրամ է լինելու։ Մենք ասում ենք մարզից Երևան բերում եք Երևանի շտապօգնության մեքենայով անվճար պետք է լինի, ոչ թե կիլոմետրը 1000 դրամ, հա։ Իրանք բռնում սարք ոչ թե դա չեն հանում, հələ մի հատ էլ սարքում են, որ 8 անգամից ավել կանչելը նշանակում ամեն կանչը 10000 դրամ։ Մարդ կա օրինակ գրել էին մարդիկ լավ մեկն օր ա եղած 2-3 անգամ ենք շտապօգնություն կանչել։ Իսկ իրանց բացատրությունը որ շատ մարդիկ կա, որ անիմաստակությունը բարձրանում է, շտապօգնություն են կանչում։ Կարող է շատ բան կա, այն մարդիկ ովքեր որ կարիքավոր են, պետք է իրանց համար, իրանք ինչի պետք է տուժեն ինչ որ ուրիշ բաների համար, հա, այսինքն նորից օրենքը ընդունվել է առանց որևէ բանի, հիմնավորվում է որ մարդիկ կան, որ, չգիտեմ, 100 անգամ օրը շտապօգնություն են կանչում, ամեն ինչ էլ կա, բացառություններ շատ կա, դրա համար պետք է մարդ, հա, 60-70 տարեկան տատիկ կամ պապիկ է, բազմաթիվ խնդիրներ ունի, որ կարող է 50 անգամ կանչի։ Կարող է տարվա մեջ 20 անգամ կանչի, այսինքն 8 անգամից ավել տատիկը արդեն իր թոշակից նույնիսկ ամիսը 1 չի կարող կանչել, էլի, այտենց է ստացվում։ Ասենք ենթադրենք 8 անգամ կանչես տարվա մեջ 15 անգամ է այդ մարդուն անհրաժեշտ կանչել, պետք է արդեն մնացած բանի համար 7 անգամի համար ամեն անգամ 10000 դրամ տա, այսինքն 70000 դրամ վճարի։ Տատիկը, որը ստանում է կամ պապիկը 36000 դրամ։ Որտեղից վճարի։ Հասկանում եք, ինձ մոտ հստակ տպավորություն է եւ ես համոզված եմ, որ իշխանությունները կտրվել են իրականում։ Բացի այն, մենք հիմա քաղաքական ելևէջների մասին չենք խոսում, առհասարակ սոցիալական այս ամբողջ գործառույթի եւ իրենց թվում է, որ հոգ տանելը թոշակառուների մասով կամ հոգ տանելը, հա, մարդկանց սոցիալական իրավիճակը շտկելու մասով սկսում է եւ ավարտվում է այն ժամանակ, երբ որ գալիս են ընտրություններ եւ իրանք ընկած գյուղից գյուղ տատիների ու պապիների ձեռքեր են սկսում պաչել։ Էդ է ըստ երևույթի այն հոգատարության սանդղակը, որը իրենք սահմանել են։ Ես մինչ հիմա չեմ կարող հասկանալ ի վերջո այդ տարբերությունը ահավոր, հա։ Գիտեք, տարբերությունը խոսքը գնում է նույն թոշակների չբարձրացնելու եւ այդ գրքին վերադարձա պարքեվաճառը։ Ժորժ ջան, պարքեվաճառը եւս մեկ անգամ կրկնենք, ինքը նորմալ երևույթ է։ Ինքը պարքև է աշխատանքի դիմաց։ Հիմա եթե այդ պարքևը աշխատանքի դիմաց մոտիվացված չի, այսինքն դու չես հասկանում ինչի համար, դա ինչ է, կոռուպցիայի մասին են խոսում։ Կարող է մի քիչ sense ավելի խուճուճ տենց կոռուպցիայի ձև, ես չգիտեմ։ Եվ վերադառնալով նույն սոցիալական խնդիրներին, տեսեք, շտապօգնություն, թոշակներ, նպաստներ, այ նպաստների մասով գիտեմ, որ նպաստների մասով էլ բազմաթիվ կան բողոքներ։ Դե նպաստների մասով արդեն ասացի, որ այն չափանիշները, որոնք կան, այն բյուրոկրատական մեխանիզմները, որոնք կան,
Միշտ չի որ արտացոլում են այն իրականությունը, որը պետք է լինի, որովհետև մարդիկ շատ անգամ անարդար կերպով ընտանիքը զրկվում է նպաստից, միայնակ մայրը զրկվում է նպաստից, եւ տեսեք թե որքան ահազանգեր կա, մի հոգի չի, երկու հոգի չի, 10 հոգի չի, հա, այսինքն ոլորտում կա խորքային խնդիր։ Եթե այդքան մարդիկ, իմ համար ամենակարևոր ցուցիչը մարդկանց բողոքն է, մարդկանց ձայների բարձրացումն է, որ մարդիկ բարձրաձայնում են, ու ուրեմն այդտեղ շատ լուրջ խնդիր կա, էլի, մի հոգի չի, 10 հոգի չի, 20 հոգի չի։ Ես օրինակ սոցիալ նախարարության տեղ լինեի, մի հատ անընդհատ քաղաքացիների հետ գոնե ամիսը մի անգամ հանդիպումներ կկազմակերպեի այդ խմբերի հետ սոցիալական եւ մի հատ կշտկեի այդ հետադարձ կապի հիման վրա, կշտկեի ոլորտում արկա խնդիրները, բայց նման հանդիպումներ մենք չենք տեսնում, բայց որ հասենք հաստատ կասեն մենք հանդիպում ենք, մենք շփվում ենք ժողովրդի հետ։ Այդ ընդդիմությունն է կտրված իրական Հայաստանի բանից, կոնցեպտից բան եւ այլն, հա, այդ գնացեք մի հատ բան եղեք, մենք սաղոր ժողովրդի մեջ ենք, սաղոր ժողովրդի հետ շփվում ենք։ Այս ժողովրդի հետ կան բան ասում, որ մեկն է կանում։ Մի բան էլ ասում է, հակառակն է կանում, օրինակ ոնց որ շտապօգնության հետ կապված։ Այսինքն իրականում ես կուզենամ որ պաշտոնյաները գնան մի հատ մարկանց հետ շփվեն, ոչ թե ասած ընտրովի շփվեն, հա, ասես որ այս ինչ օրը վարչապետը գալու է այս ինչ տեղը, դες չէ, այ ուղղակի դուրս գան այդ մարկանց հետ շփվեն, տեսնեն այդ հետադարձ կապը որն է, խնդիրները արկա, որ իրանք բարձրաձայնում են։ Սանտրություններ է գալի, այնքան են շփվելու, պա, էսա տեսեք։ Դե մեծ հաշվով շփվելու են։ Փետրվարից էսա գնաց։ Դու կամ մենա, բան, դու չեք պատկերացնում ինչա սկսելու։ Իսկ մարդիկ դա մոռանալու են էսա բոլոր խնդիրները։ Դրանք ըստ երևույթի այո։ Խոստումներ կտան, որ բոլոր խնդիրները լուծվելու են հունիսի 7-ից հետո։ Անպայման, այդ խրող ձայնով։ Դե եթե մարդիկ կան, որ դրան կհավատան, այս 5 տարիների արկա խնդիրները բոլոր եւ այլն կմոռանան, կարծում, ես չեմ կարծում, որ մարդիկ այդքան կարճ հիշողություն ունեն, անկեղծ ասած։ Ես չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ իրանք կտեսնեն այդ թոշակառուների վերաբերմունքը ընտրությունների արդյունքում, իրանք կտեսնեն այս սոցիալական խմբերի մոտեցումը եւ վերաբերմունքը եւ դա կլինի շատ արդար վերաբերմունք այն աշխատանքի դիմաց, որը որ եղել է եւ այն արդյունքների հանդեպ, որը որ եղել է։ Նորից եմ ասում, կա տոտալ սոցիալական լուրջ խնդիրներ Հայաստանի Հանրապետությունում եւ չեմ էլ տեսնում կամք դրանք լուծելու։ Տեսնում եմ անընդհատ արդարացումներ, տեսնում եմ անընդհատ ինչ-որ բաներ, որ առհասարակ կապ չունի այդ խնդիրների հետ, բացատրություններ, Ժորժ ջան, բյուջեում փող չկա, բայց որ լիներ այդ 10000 դրամը փրկություն չէր, եւ այլն։ Այսինքն այս բոլոր խնդիրները, որոնք կան, լուծում չեն ստացել։ 8 տարիների ընթացքում չեն ստացել։ Գալիս էին, որ լուծեին, չէ՞։ Գալիս էին, որ արդարություն լիներ։ Մի հատ լավ բան ասեմ, 1.5 միլիարդ դոլար իշխանությունն ասում, թալան ենք վերադարձրել 1.5 միլիարդ դոլար, հա, բայց այդ 1.5 միլիարդ դոլարը որ ասենք վերադարձրել եք ձեր ասած, բայց ինչի չեք ուղում մարդկանց թոշակների բարձրացման վրա, նպաստների, սոցիալական ծրագրեր չեք անում, միայնակ մայրերին չեք օգնում, աշխատամության կարգ ունեցող մարդկանց չեք ընտրում, բայց գիտեք այդ դեղորայքների ոլորտում ինչ խնդիրներ կա։ Մարդուն օրենքով հասնում է դեղորայք, պետ պատվերի շրջանակում գնում է դեղատուն, ասում է, գիտեք, պետությունը հələ չի հասցրել մեզ բանանի, առնել։ Մենք մասնավորից ենք առել, կարող եք դա առնել։ Իսկ պետությունը կտրամադրի, ասենք, մի ամիս հետո է դեղորայքը, մենք ձեզ նոր կտանք։ Մարդուն այսօր է պետ դեղորայքը, ստիպված իր այդ թոշակից առնում է այդ դեղորայքը, որը իրան օրենքով անվճար է հասնում։ Բայց այդ 1.5 միլիարդ դոլարը որ բերել է, ոչ թե պարգևավճար տվեք ինքներդ ձեզ, որտեվ ասում են, չէ, մեզ հալալ է, մենք բերել ենք թալան, հետ թալանվածը հետ եւ դրա համար մեզ Հայաստանի կոնցեպտն է, էլի, իրանք իրանց տենց փուճուրիկ Հայաստան են կառուցել ու տենց իրանք մեջը տենց ապրում են, էլի։ Թող 18 թվին իշխանության գալուց առաջ ասեին, մենք թալանը հետ ենք բերելու եւ մեզ տալու ենք պարգևավճար։ Տեսնեմ քանի հոգի մարդ կընտրել իրանց։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղուկասյան, հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր Աբովյան Թոք հաղորդաշարի եթերում պարգևավճարների եւ թոշակների մասին խոսեցինք հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի հետ։ Դե ինչ լսեցինք մեր հյուրերին։ Լսեցինք եւ առաջին, հա, հենց մասում մեր հաղորդման մենք անդրադարձանք տաքսու վարորդների խնդիրներին։ Դուք պատկերացնում եք մարդիկ 10-12 ժամ մեքենայի ղեկին են։ Դուք պատկերացնում եք պայմանները, որ պայմաններում են այդ մարդիկ աշխատում։ Դա այն մարդիկ են, ու մենք ամեն օր տեսնում ենք, դա մեր բարեկամներն են, մեր ընկերներն են։
Դա այն մարդիկ են, ում ծառայություններից մենք բոլորս ամեն օր օգտվում ենք։ Հաճախակի կարելի է, գիտեք, լսել sense մի արտահայտություն, դե տաքսի է, ինչ խնդիր կարող է ունենա։ Բարձվեց շատ խնդիրներ, որոնք ուղիղ առնչություն ունեն մեր բոլորիս հետ, թե ուղևորի, թե տաքսու ոլորտի։ Եվ այո, պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել, որ այն ոլորտը, որի հետ մենք ամեն օր առնչվում ենք, նվազագույնը չունենա, այն առանցքային խնդիրները, որի մասին այսօրվա մեր հյուրը հնչեցրեց։ Հնարավոր չէ, ուղղակի հնարավոր չէ մատուցել մի ծառայություն, որակյալ ծառայություն, անվտանգ ծառայություն։ Եթե իրավիճակը այնպես է ձևավորվել, այդ հարկերի, տուրքերի, չգիտեմ, այդ հավելվածների եւ տարբեր այդ խնդիրների ներքո մարդը ստիպված է առավոտից երեկո մեքենայի ղեկին աշխատել։ Դա անհնարին է։ Շատերը զուգահեռում են իրենց հիմնական աշխատանքը մեքենա վարելով։ Պետք է պետությունը պայմաններ ստեղծի նվազագույնը այն մարդկանց համար, ովքեր տաքսու մեքենա են վարում։ Այո, պարտավոր է։ Կան մեխանիզմներ, այո, կան։ Հնարավոր է այդ մեխանիզմները կիրառել, այո, հնարավոր է։ Եվ ինչու՞մն է հարցը։ Հարցը ցանկության եւ հարցը, այո, արհեստավարժության, արհեստավարժ լինելու մեջ, այսինքն այդ խնդիրների լուծումը պետք է լինի այն մարդկանց եւ այն գերատեսչությունների կողմից, ովքեր նվազագույնը գոնե հասկանում են, թե ինչ է կատարվում այդ ոլորտում։ Եվ այո, չի կարելի անտեսել տաքսու ոլորտը։ Չի կարելի անտեսել այն ոլորտը, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում եւ այդ մարդիկ, ինչպես պարզվեց, բավականին խորը խնդիրներ ունեն։ Եվ խնդիրները տաքսու վարորդներից չեն։ Խնդիրները այն համակարգից է, որը թույլ չի տալիս, որ այդ մարդիկ կարողանան նորմալ եւ պատշաճ ծառայություն մատուցել։ Իսկ ցանկությունը կա։ Ցանկությունը կա այդ մարդկանց կողմից։ Հաղորդման երկրորդ մասում խոսեցինք թոշակների մասին։ Գիտեք, շատ է խոսացվել, ինչ որ միտեղ միգուցե շահարկվել այդ թոշակների եւ պարգևավճարների երկու թեման, որոնք զուգահեռ գնացին իրեն։ Եվ այո, միանգամայն համաձայն եմ, թե մեր բանախոսի հետ, թե ձեր հետ, հարգելի հեռուստադիտողներ, որ չի կարող մի պետության մեջ լինել մի իրավիճակ, երբ որ ասվում է, դե 10,000 դրամով չենք բարձրացնի թոշակը, ինչ են անելու այդ 10,000 դրամը, ես հեսա անդրադառնամ, թե ինչ են անելու եւ ինչ է դա նշանակում թոշակառուի համար 10,000 դրամը։ Եվ դրա հետ մեկտեղ շռայլ սենց միլիոնավոր պարգևավճարներ բաժանել իշխանական վերնախավին։ Սկսեմ ամենակարևորից, այո, պարգևավճարները պետք են։ Պարգևավճարները դա մի համակարգ է, որով պարգևվում են պետական ծառայողներին իրենց կատարած աշխատանքի համար։ Այո, պարգևավճարները պետք են, բայց այն ինչ անունը դրել էին պարգևավճար, դա պարգևավճարի նման չի։ Եվ այստեղ զուգահեռվում է նույն թոշակների 10,000-ի հետ։ Գիտեք 10,000-ը ինչ է թոշակառուի համար։ Ինչ է նշանակում 10,000-ով ավելացնենք որինչ։ Ասեմ ձեզ որինչ։ 10,000-ը միջին վիճակագրական թոշակառուի համար մի անձի հաշվարկով 2 շաբաթվա սնունդ է։ Հաց, ձու, ձեթ եւ այլ, հա, սենց ասենք սննդամթեր։ Չեմ ասի շռայլ եւ այլն, բայց այնուամենայնիվ այն բազային մինիմումը մի հոգու հաշվարկով այդ 10,000-ը մարդկանց համար շատ լուրջ եւ կարեւորագույն գումար է։ Լուրջ եւ կարեւորագույն։ Ես հասկանում եմ, որ այդ 6-7-8 միլիոն դրամ պարգևավճարների բարձրունքից շատ դժվար է ընկալել եւ հասկանալ, թե ինչ է նշանակում թոշակառուի համար 10,000 դրամը։ Մարդիկ 30-40 հազար դրամ թոշակ են ստանում։ 10,000-ը իրենց թոշակի 25%-ն է։
Եվ այո, չի կարելի ոչ մի պարագայում, չի կարելի, հասկացեք, չի կարելի այդ տարբերություն, այդ բևեռացումը խորացնել։ Դուք տեսնեք, որ նոր բաժանարար գծեր են հասարակության մեջ ձևավորվում։ Եվ այո, սերունդների միջև չի կարող երիտասարդ նախարարը ստանա 6 միլիոն դրամ, այն պարագայում, երբ որ պետության մեջ միջին թոշակը 36,000 դրամ է, չի կարող, չի կարելի։ Ախր հասկացեք, չի կարելի։ Ուղղակի չի կարելի։ Եվ այո, ես որպես կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր եւ իմ գործընկերների հետ միասին անելու ենք ամեն ինչ, խոսքը առաջարկների մասին է, հա։ Ամեն ինչ, որ այս հարցի նորմալ լուծումը ինքը, գիտեք, իրականանա, որ այդ բևեռացումը, այդ բաժանարար գծերը չլինեն։ Եվ այո, առաջարկների փաթեթ ենք նախապատրաստելու եւ ներկայացնելու ենք առաջարկ Հայաստանի այդ մեծ կոնցեպտի ներքո, որ ներառված լինի անպայման։ Չի կարելի, ուղղակի չի կարելի նոր, հա, սերունդների միջև կոնֆլիկտ գեներացնել, այնենց էլ այսենց այդ կոնֆլիկտներից, գիտեք ոնց որ զզվել ենք։ Բոլորս ընդ որում։ Եվ այո, կրկնել ենք եւ կկրկնենք։ Մեր բոլորիս ամենակարևորագույն առաքելությունն է իմ, ձեր, մեր բոլորիս, կապ չունի քաղաքական, տեսլական, դնեք հələ մի կողմետի։ Դա հանրային, ազգային եւ հասարակական համերաշխությունն է։ Իսկ դրան հասնելու համար պետք է անել ամեն ինչ, որ նոր բաժանարար գծեր եւ նոր կոնֆլիկտներ, հա, հասարակության մեջ, այս անգամ սոցիալական ոլորտի չառաջանան։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոքներ եւ ես, Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։